Դուք այսօր նույնպես մասնակցում եք լողի սիրողական մրցաշարին, որտեղ է գրավեցիք։ Առաջի 10 մրցանակայինի մեջ ընդգրկվել եմ, այսինքն կարողացել եմ շահել մրցանակայինի մեջ, կարողացա ընդգրկվել մրցանակ ստացողների մեջ։ Իսկ ընդհանրապես այս մրցաշարը եւ ընդհանրապես այդ սիրողական մրցաշարը ինչով եք դուք կարևորում։ Առաջ երթին կարևորում եմ առողջ ապրելակերպի, այսպես ասած գովազդով, ինչու՞ չէ նաև հենց լողի առումով, որովհետև մենք ինքներս էլ նկատել ենք, որ լողը որպես սպորտաձև աստիճանաբար ավելի մեծ տարածում է ստանում Հայաստանում եւ հատկապես կցանկանայի հորդորել մեր անչափահասներին, ինչու՞ չէ նաև կանանց, տղամարդկանց, ընտանիքներին, որովհետեւ մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնեին առողջ ապրելակերպին եւ սպորտին։ Այսօր անվտանգությունն էր աշխատում, այն է ոստիկանությունը, որևէ միջադեպ կարծեք թե չեղավ, ամեն ինչ լավ անցավ։ Իհարկե, որևէ միանշանակ, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, ամեն ինչ անցավ ըստ հավուր պատշաճի, կազմակերպված եւ անվտանգային առումով խնդիրներ չառաջացան։ Դուք եւ մասնակցում եք եւ նաեւ հետեւում եք Կարգուկանոնին հասարակական կարգ։ Ես արդեն երրորդ անգամ ղեկավարում եմ վարչապետի գավաթի ծառայությունը ոստիկանության եւ այս անգամ եւս մի փոքր իհարկե համատեղեցի այս անգամ, բայց հարկաստու ամեն ինչ նորմալ անցավ, այո։ Գոհ եք մրցաշարի անցկացումից։ Միանշանակ գոհ եմ եւ կարծում եմ, որ տարեստարի ավելի ավելանալու է մարդկանց քանակը։ Այս անգամ կարծեք թե օտարազգիներ էին մասնակցում։ Այո, օտարազգիներ էին մասնակցում եւ ընդհանրապես ոչ միայն լողով, ես տեսել եմ, որ նաեւ այլ մարզաձևերով միշտ օտարերկրացիները մասնակցում են։ Սա առաջի անգամ է լողի մրցաշարը եւ կարծում եմ, որ հաջորդ անգամներ ավելի շատ կլինի։ Անհանգստություն չունեք, ամեն դեպքում Սևանը, սառը ջուր, ինչ որ վտանգներ եւ այլն։ Որ ասենք անհանգստություն չունենք, անկեղծ չենք լինի, իհարկե անհանգիստ ենք եւ որպես մասնակից եւ որպես ծառայության ղեկավար։